Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, որ իրականությունը, որը զգում եք, կարող է ընդամենը պատրանք լինել, որ միգուցե այս աշխարհը ստեղծվել է որպես վիրտուալ սիմուլյացիա, եւ մենք բոլորս պարզապես մի ծրագրի փոքր մասնիկ ենք։ Այսօր կխոսենք այնպիսի թեմաների մասին, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումները աշխարհի եւ իրականության մասին։ Արդյոք մենք ապրում ենք մատրիցայում, թե սա իրականություն է։ Ինչ է մատրիցան։ Ով է առաջինը բարձրաձայնել այն եւ ինչու են առաջատար գիտնականները այն ավելի լուրջ քննարկում։ Արդյոք մենք ընդամենը խրված ենք բարդ ալգորիթմների մեջ։ Փաստեր, որոնք ապացուցում են մատրիցայի գոյությունը։ Հայտնի փորձեր, որոնք պարբերաբար անում են աշխարհի լավագույն գիտական կենտրոնները, ունեն արձանագրված բազմաթիվ փորձեր։ Այդ փորձերը գիտական համայնքում ընդունվում են որպես մեր իրականության վիրտուալ լինելու տեսության ապացույցներ։ Մարդկային գիտակցությունը որպես սահմանափակված վիրտուալ համակարգ։ Ինչու ենք մենք ընկալում աշխարհը միայն որոշակի ձևով, եւ արդյոք մեր ուղեղը պարզապես կոդավորված է որոշակի շրջանակում մտածելու համար։ Ինչպես դուրս գալ մատրիցայից։ Եթե սա վիրտուալ իրականություն է, կա արդյոք ճանապարհ այն հաղթահարելու համար։ Ինչպես կարող ենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները եւ տեսնել աշխարհը իրական պատկերով։ Ինչ է մատրիցան։ Մոտ 50-ից 100 տարի հետո համակարգիչների հզորությունը կաճի միլիոնավոր անգամ, եւ մենք կկարողանանք ստեղծել այնքան իրատեսական վիրտուալ աշխարհներ, որ դրանց բնակիչները կունենան ինքնագիտակցություն, չիմանալով, որ ապրում են սիմուլյացիայում։ Այս վարկածը հայտնի է որպես սիմուլյացիայի տեսություն։ Իդեպ, որը արդեն կա համակարգչային խաղերում, որտեղ ամեն կերպար արհեստական բանականություն ունի, եւ կարծում եմ, որ ինքը եւ այդ խաղը իրական է։ Առաջին անգամ այն լրջորեն ձևակերպվեց 2003 թվականին Օքսֆորդի փիլիսոփա Նիկ Բոստրոմի կողմից։ Նրա ասածը շատ պարզ էր. եթե հնարավոր է ստեղծել գիտակցություն ունեցող սիմուլյացիա, ապա հավանականությունը, որ մենք ապրում ենք հենց նման սիմուլյացիայում, շատ ավելի մեծ է, քան այն, որ այս ամենը իրականություն է։ Իսկ հիմա եկեք տեսնենք ինչպես են կառուցված համակարգչային խաղերը։ Երբ դուք խաղում եք GTA 5, քաղաքը կարծես ամբողջությամբ կենդանի է։ Մարդիկ քայլում են, մեքենաներն են շարժվում, կյանքը եռում է։ Բայց հենց հեռանում ես այդ տարածքից, այդ տարածքում ոչինչ տեղի չի ունենում, որովհետև այդ պահին այլևս չեն մշակվում այդ տվյալները։ Այդ ամենը արվում է համակարգչի եւ սերվերների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Նմանատիպ երևույթներ նկատվում են նաև մեր իրականության մեջ։ Գիտությունը, հատկապես քվանտային մակարդակում, սկսում է սա լուրջ քննել, որովհետև իրականում կան ֆիզիկական երևույթներ, որոնք կարծես ընդօրինակում են համակարգչային սիմուլյացիայի տրամաբանությունը։ Փաստեր, որոնք ապացուցում են մատրիցայի գոյությունը։ Այս գիտափորձը ամենահայտնի եւ առեղծվածային փորձերից մեկն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են մասնիկները, օրինակ ֆոտոնները կամ էլեկտրոնները, իրենց դրսևորում կախված այն հանգամանքից դիտարկում ենք արդյոք դրանց, թե ոչ։ Երբ գիտնականները արձակում են ֆոտոններ կամ էլեկտրոններ դեպի պատ, որի վրա կան երկու անցքեր, առաջանում է հետաքրքիր երևույթ։ Երբ այդ մասնիկների ընթացքին ոչ ոք չի հետևում, նրանք անցնում են երկու անցքերից եւ ձևավորում են բազմաթիվ գծապատկերներ։ Սա վկայում է այն մասին, որ մասնիկները իրենց դրսևորում են ինչպես ալիքներ, սակայն հենց որ տեղադրվում է հատուկ սարք, որը հետևում է մասնիկների ընթացքին, ամեն ինչ կտրուկ փոխվում է։ Ֆոտոնները կամ էլեկտրոնները սկսում են գործել որպես առանձին մասնիկներ եւ արտացոլվում են ընդամենը երկու ուղիղ գծեր, որոնք համապատասխանում են անցքերին։ Սա նշանակում է, որ մասնիկները գիտակցում են, որ իրենց դիտում են եւ փոխում են իրենց վարքագիծը, կարծես փորձելով խուսափել բացահայտումից։ Հենց այս փաստն է, որ շարունակում է զարմացնել գիտնականներին։ Ճիշտ նույն կերպ համակարգչային խաղերում, երբ խաղացողը շրջում է քաղաքում, համակարգիչը մշակում է միայն այն տարածքը, որը տեսանելի է։ Քաղաքի մնացած հատվածները չեն աշխատում, քանի դեռ խաղացողը չի շրջվել կամ մոտեցել դրանց։ Սա արվում է, որպեսզի խնայվի համակարգի ռեսուրսները։ Այս փորձը դարձել է քվանտային մեխանիկայի անկյունաքարը։ Այն ոչ միայն ցույց է տալիս, որ մասնիկները կարող են դրսևորել ինչպես ալիքային, այլև ընդգծում են դիտորդի ազդեցությունը նյութի վրա։ Դա նշանակում է, որ քվանտային մակարդակում իրականության բնույթը մնում է անորոշ, մինչև որևէ դիտարկում իրականացվի։
Այս պարադոքսը մեծ ազդեցություն ունի քվանտային հաշվարկների, տեղեկատվության փոխանցման եւ անգամ մեր տիեզերքի բնույթի ուսումնասիրման վրա։ Այն առաջին անգամ իրականացրել է Թոմաս Յանգը 1801 թվականին, ցույց տալով լույսի ալիքային բնույթը։ Տարիներ անց, երբ այս փորձը կրկնվեց, բայց արդեն ավելի մանր մասնիկներով, ֆոտոններով եւ էլեկտրոններով, գիտնականները հայտնաբերեցին, որ դիտորդի առկայությունը փոխում է մասնիկների վարքագիծը։ Այսօր այս փորձը շարունակում են իրականացնել տարբեր առաջատար գիտական կենտրոններ։ Մարդկային գիտակցությունը որպես սահմանափակված վիրտուալ համակարգ։ Ինչպես կարող ենք վստահ լինել, որ այն, ինչ տեսնում ենք, իսկապես գոյություն ունի։ Իսկ եթե մեր գիտակցությունը ընդամենը խիստ կոդավորված ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր մեր միտք ու զգացում նախօրոք մոդելավորված է, արդյոք մենք իրականում ընդունում ենք որոշումներ, թե պարզապես կատարում ենք հրահանգներ, որոնք մեզ մատուցվում են որպես ազատ ընտրություն։ Մենք տեսնում ենք միայն այն, ինչ մեզ թույլ է տրվում է ընկալել։ Մարդու ուղեղը չափազանց հզոր է, բայց միևնույն ժամանակ սահմանափակ։ Մենք ունենք շուրջ 86 միլիարդ նեյրոն, որոնք անընդհատ փոխանակում են ազդանշաններ, բայց անգամ այդ հսկայական ռեսուրսով մեր ուղեղը մշակում է միայն մի փոքրիկ տոկոսը այն տեղեկատվության, որը գալիս է մեր զգայարաններից։ Եթե մենք ապրում ենք վիրտուալ համակարգում, ապա մեր մարմնական սահմանափակումները կարող են ընդլայնվել որպես կոդավորված սահմանափակումներ, որոնք կանխում են խաղից դուրս գալը։ Տեսողական սահմանափակումներ։ Մարդկային աչքը տեսնում է լույսի միայն փոքր հատվածը՝ 300-ից 700 նանոմետր տիրույթում, բայց իրականում գոյություն ունեն նաև ինֆրակարմիր եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք մենք չենք տեսնում։ Լսողական սահմանափակումներ։ Մեր լսողությունը սահմանափակված է 20-ից 20000 հերց հաճախականությունների միջակայքում, սակայն շատ կենդանիներ, օրինակ դելֆինները կամ չղջիկները, կարող են լսել ավելի բարձր կամ ցածր հաճախականություններ։ Մտածողության սահմանափակումներ։ Մարդու ուղեղը ունի բնական հակում պահպանելու միայն այն տվյալները, որոնք համարում է էական։ Դա նշանակում է, որ մենք հաճախ մոռանում ենք մանրամասները եւ հիշում ենք միայն հիմնական իրադարձությունները։ Ուժ եւ դիմակայունություն։ Ինչպես խաղերում, որտեղ կերպարները ունեն էներգիայի սահմանափակում, մեր մարմինն էլ ունի սահմանափակ ֆիզիկական կարողություններ։ Թթվածնի կարիք։ Մարդու կախվածությունը թթվածնից հիշեցնում է վիրտուալ խաղերում առկա ռեսուրսների սահմանափակումները։ Զգայարանների սահմանափակումներ։ Մեր զգայարանները սահմանափակված են, որպեսզի համակարգը չծանրաբեռնվի ավելորդ տվյալներով։ Սա նման է խաղերում գտնվող գրաֆիկական սահմանափակումներին, որոնք կարգավորում են օբյեկտների մանրամասները, խնայելու համար համակարգի ռեսուրսները։ Ի վերջո, մենք կարող ենք երբեմն ընկալել աշխարհը որպես սահմանափակ վիրտուալ համակարգ, բայց դա չի նշանակում, որ չենք կարող ընդլայնել մեր գիտակցությունը։ Ինքնաճանաչումը նոր գիտելիքներ ձեռք բերելը եւ մեր մտածողության կաղապարները կոտրելը թույլ կտան տեսնել եւ զգալ ավելի լայն իրականություն։ Միգուցե մեր իրականությունը սահմանափակ է միայն այնքան, որքան մենք թույլ ենք տալիս։ Ինչպես դուրս գալ մատրիցայից։ Եթե ընդունենք, որ մենք ապրում ենք մատրիցայում, ապա հարց է առաջանում. կա արդյոք ճանապարհ մատրիցայից դուրս գալու համար։ Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն քեզ տեսնել իրականությունը։ Գիտակցության զարգացում։ Ամենակարևորը՝ սկսիր մտածել։ Հաճախ մենք ապրում ենք ավտոպիլոտի ռեժիմով, կատարելով նույն գործողությունները, որոնք մեզ պարտադրվել են կրթական համակարգի, մեդիայի կամ սոցիալական ազդեցության միջոցով։ Դադարիր ընդունել ամեն ինչ որպես բացարձակ ճշմարտություն։ Հաճախ հարցրու, իսկ եթե դա այդպես չէ, լսիր տարբեր կարծիքներ։ Մի սահմանափակվիր մեկ աղբյուրով, համեմատիր, վերլուծիր եւ մտածիր։ Հետևիր քո մտքերին հասկանալու համար, թե ինչն է ազդում քո պատկերացումների վրա։ Դուրս գալ արհեստական ինֆորմացիոն դաշտից։ Տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, բայց միաժամանակ դրանք հաճախ ստեղծում են փակ ինֆորմացիոն դաշտեր։ Սահմանափակիր սոցիալական մեդիայի օգտագործումը։ Մի թող որ ալգորիթմները որոշեն, թե ինչ դու տեսնես։ Ընտրիր վստահելի աղբյուրներ, ստուգիր տեղեկատվությունը, ուսումնասիրելով փաստերը, ստեղծիր ինֆորմացիոն
ինֆորմացիոն բալանս։ Հետաքրքրվիր տարբեր տեսակետներով եւ թույլ մի տուր, որ մեկ աղբյուրի վրա հիմնված կարծիքները սահմանափակեն քո մտածողությունը։ Զգայարանների զարգացում։ Մատրիցան սահմանափակում է մեր զգայարանների աշխատանքը, թույլ տալով ընկալել միայն որոշակի տիրույթ։ Զարգացրու ուշադրությունդ։ Փորձիր ավելի խորությամբ ընկալել բնությունը եւ մարդկանց զգացմունքները։ Բարբերաբար անցկացրու ժամանակ լռության մեջ։ Մեդիտացիան օգնում է լսել ներքին ձայնը։ Եվ ի դեպ կարելի է բարբերաբար փորձել նոր հոտեր, համեր եւ հնչյուններ, որպեսզի զգայարաններդ եւ գիտակցությունը ավելի ընդլայնվի։ Ազատվիր վախերից։ Մատրիցան մեզ կառավարում է վախերի միջոցով։ Վախ քաղաքականությունից, վախ հիվանդություններից, վախ անորոշությունից։ Բայց հիշիր, վախը վերահսկողության գործիք է։ Հարցրու, իրականում ինչից ես վախենում։ Քո վախերը հաճախ հիմնված են մանիպուլյացիայի վրա, եւ այն հաղթահարելու միակ տարբերակը այն անելն է։ Սովորիր ցանկացած իրավիճակ տեսնել որպես հնարավորություն սովորելու։ Ստեղծագործիր եւ փնտրիր ճշմարտությունը։ Եթե մատրիցան ծրագրային կոդ է, ապա ստեղծագործությունը այն կոտրելու լավագույն միջոցներից մեկն է։ Երաժշտությունը, գրականությունը բոլորը կարող են օգնել ազատել քո գիտակցությունը։ Ուսումնասիրիր փիլիսոփայություն եւ գիտություն։ Մի վախեցիր կասկածել։ Ճշմարտությունը ծնվում է հարցերից։ Եվ ի վերջո, մատրիցայից դուրս գալու ճանապարհը անցնում է քո մտքով։ Երբ սկսես տեսնել աշխարհի ներբերանքները, ճանաչես ինքդ քեզ եւ հարցեր տաս այն ամենին, ինչ քեզ ներկայացնում են որպես իրականություն, դու արդեն արած կլինես առաջին քայլը դեպի մատրիցայից դուրս։ Սիրով, Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։